Top հորիզոնականում դա յուղոտ մսամթերքն է, շատ վատ յուղոտ մսամթերքը, այսօր մեր մոտ առավոտ երեկո, այսինքն ճաշին, ընթրիքին, հիմնականում խոզի միսը շատ տարածված, որ ինքը տրանսճարպ է համարվում, խորհուրդ չեմ տալիս շատ օգտագործելու հաճախ, քաղցրավենիքից ստացվող ճարպը, մարգարինները, որ օգտագործվում է խմորեղենի մեջ շատ, գերադասելի է պատրաստել տանը, թեկուզ ձեր աչքի առաջ տեսնեք, ոչ հաճախ իհարկե էլի, բայց զգուշություն պահպանել։ Բնականաբար երկրորդ կարևոր կետը դա քաղցր ըմպելիքներն են, թե գազավորված, թե բնական տարբերակով հյութերը, նույն ձև դա կարող է լինել ալկոհոլը, եւ եթե մենք խոսեցինք վատ սննդատեսակների մասին, նույն հաջողությամբ նաեւ լավ սնունդի ճարպը չարաշահելուց կարա դա լինի։ Օրինակի համար, եթե չարաշահում ենք նույն ավոկադոն, նույն ընդեղենը, չարազեղենը, որ ինքը չափսով փոքր է, բայց նույն նոր տարին եթե դիտարկենք, նստում ենք, ինչ ենք անում, մի ափսե չարազը, մի շնչում, ֆիլմ դիտելով, անգամ չենք նկատում, թե այդ կալորիաները ինչպես գնացին, աննկատ, մենք իրար չծախսեցինք։